կյանքի ընթացքում անընդհատ ճանապարհ ենք անցնում։ Ներքին ճանապարհներին փնտրում ենք մեզ, մեր տեսակը, հետո փնտրում ենք գաղափարակիցների, հարազատ մարդկանց։ Արտաքին իրական ճանապարհները հետագայում մեզ պտտում են մեր հայրենիքով, օգնում բացահայտել ամբողջ աշխարհը։ Եվ այս բոլոր ներանձնային եւ աշխարհագրական ճանապարհները ոչ միայն ցույց են տալիս այն ուղղությունը, որով ցանկանում ենք շարժվել, այլ մեկ ուրիշ կարևոր առաքելություն եւս ունեն։ Նրանք օգնում են մարդկանց, քաղաքները, գյուղերն ու երկրները իրար կապել։ Եվ հենց սրա համար է, որ մենք սիրում ենք ճանապարհները։ Նրանք հուշում են, որ երկրագնդի վրա հնարավոր չէ միայնակ ապրել։ Չէ՞ որ միշտ կա ինչ-որ ճանապարհ, որի օգնությամբ քեզ կգտնեն կամ դու կգտնես։ Բարի օր եւ բարի գալուստ Համի ուժի նոր թողարկում։ Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Գյումրի։ Գյումրին միայն Հայաստանի երկրորդ քաղաքը չէ։ Այն մի առանձնահատուկ միջավայր է, մշակույթ եւ ապրելակերպ։ Այսօր հայրաքաղաքում ենք ու քաղաքը մեզ դիմավորում է իսկական հայրական հոգատարությամբ, առանց սենտիմենտի, բայց անբեկանելի սիրով։ Մենք էլ շտապում ենք ճանաչել այս տաք քաղաքը Գյումրու կոլորիտը փնտրելով հին մայթերի, նոր շինությունների, երիտասարդների եւ ավակների, տեղային համերի ու գույների երկխոսության մեջ։ Բարով եք եկել։ Այս հաղորդման ընթացքում կշրջենք Գյումրիով, կծանոթանանք Քյալլայի պատրաստման բարդ ու ծանր գործին։ 12 ժամ պատրաստվող ուտեստը համտեսելուց առաջ կանգ կառնենք Շալեում, այլ կերպ ասած հնի ու նորի խաչմերուկում, եւ կուսումնասիրենք Ալեքսանդրապոլին բնորոշ օրիգինալ ինքնաերները, լուսանկարները, գրքերը, նվագարկիչները, կզրուցենք հետաքրքիր ու գյումրեցիներին բնորոշ շատ ջերմ մարդկանց հետ։ Հետո կհանդիպենք պարոն Էդիկի հետ եւ կուսումնասիրենք նրա պատրաստած մուշուր բաները, սառը ջրի հավերժական պահապանները։ Դե ինչ, պատրաստ եք, ուրեմն սկսեցինք մեր ճանապարհորդությունը։ Գյումրեցիները շատ են սիրում համեղ ուտել եւ այստեղ հասարակ աղոհացով հարցը չի լուծվի։ Ու քանի որ գյումրեցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց ստեղծագործեությամբ եւ տարբերվող բնավորությամբ, սեփական աղոհացն են ստեղծել։ Այն ոչ այլ ինչ է, քան իսկական հայկական ավանդական քյալլան։ Դե էլ ոնց կարող էինք հասնել Գյումրի եւ չճաշակել իսկական քյալլա Արայի կատարմամբ, պատրաստված հատուկ փռում։ Գյումրեցիները սիրում են յուղոտ եւ ծանրակշիռ ուտեստներ։ Քյալլան էլ իր հումքով շատ նման է խաշին, միայն թե ոտքերի փոխարեն գլուխն է օգտագործվում։ Պատկերացնում եք, չէ՞, որքան շատ կսիրեն։ Ուտեստի արմատներն էլի գնում են շատ հեռուն։ Ժամանակին հարուստները օգտագործել են կենդանու միսը, գլուխը դեն նետելով։ Անապահով գյումրեցիները, լինելով հնարամիտ, գտել են կենդանու գլուխը ճիշտ օգտագործելու տարբերակը։ Հետագայում քյալլան դարձել է բոլորի սիրելին, չէ՞ որ մի գլխի մեջ 7 տեսակի միս կա։ Քյալլայի համար նախ մշակում են կենդանու գլուխը, հեռացնում պոզերն ու 12 ժամ եփում հատուկ նախատեսված փռում։ Հենց այդ հմտություններն էլ մեզ ցույց տվեց Արան, ով շատերին հայտնի է որպես հմուտ քյալլա պատրաստող։ Երբ մեր բաժին քյալլան արդեն պատրաստ էր, մենք ուղևորվեցինք հետաքրքիր մի վայր՝ Շալե անունով։ Շալեն մի գողտրիկ վայր է, ուրախության տուն, որը կառուցել են ցավի մասունքներից։ Այս ամբողջ շինության համար օգտագործել են Գյումրիի ավերիչ երկրաշարժից հետո մնացած քարերը, բեկորները, եւս մեկ անգամ փաստելով, որ գյումրեցիների համար անգամ երկրաշարժն է հաղթահարելի։ Նրանք էլի ոտքի կկանգնեն ու երկրորդ շունչ կտան անգամ անշունչ իրերին։ Դե իսկ ներսում իսկական Ալեքսանդրապոլն էր, անցած դարից մնացած բացառիկ նմուշներով։ Եթե հարցնեմ որն է հնի ու նորի խաչմերուկը, պատասխանը միշտ մեկն է՝ Գյումրին։ Եվ ինչ համ ու հոտ առանց Գյումրվա առանձնահատուկ համի եւ հոտի։ Վահան Թումասյանը մեր այսօրվա ուղեկցորդներից հյուրերից մեկն է, Շիրակ հասարակական կազմակերպության ղեկավար, ստեղծող, հիմնադիր եւ կարելի ասել, որ այս գեղեցիկ Շալեն, հենց այդ անունով էլ կոչվում է Շալեն, հյուրընկալ մի տուն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել առաջին հերթին կարևորագույնը՝ պատմությունը, որն այդքան արագ մենք մոռանում ենք։ Վահան, հաճելի է, որ հյուրընկալեցիք մեզ, շնորհակալ ենք անչափ։ Ես տեսնում եմ շատ հետաքրքիր ու գեղեցիկ էլեմենտներ այս սրահում, Շալեում։ Կպատմեք մեզ նախ որտեղից են փայտաշեն այս ստեղծագործությունները։ Այստեղ հավաքված է միայն այն ինչ վերաբերում է Ալեքսանդրապոլին, եթե նույնիսկ այլ որևէ վայր է արտադրվել, բայց մենք վերցրել ենք միայն այն պայմանով, որ դա պատկանել է որևէ հին Ալեքսանդրապոլցի գյումրեցի ընտանիքի։ Օրինակ այս Շիլինգովսկու հայտնի լիտոգրաֆիկ աշխատանքներն է, ամբողջական շատ հազվագյուտ հավաքածու է, 27
աշխատանքի եւ ամբողջ 27 ունենք եւ մեզ համար շատ թանկարժեք է, որովհետեւ սա 20-ական թվականների Հայաստանն է պատկերում եւ այս պատկերների մեջ մեծ մասը դա վերաբերում է հենց Ալեքսանդրապոլ Գյումրի լիննականին, ինքը տալիս է առաջի երկրաշարժի 26 թվականի երկրաշարժից հետո ինչ կյանքով են ապրել, ինչպես ասենք Չրանցկը, չգիտեմ տեքստիլ կոմբինատը եւ քաղաքի վերականգնումը եւ պատահական չէ, սա խոսում է այն մասին, որ Լեննականը հզոր նաև նախորդ տարածքազբին հզոր արդյունաբերական քաղաք եղել։ Այո, կա նաև այլ բնականաբար այս հավաքածուն ամբողջ Հայաստանին է վերաբերվում եւ կա նաև այլ մեր լուսանկարները, որոնք պատերին տեսնում եք, նաև մենք ունենք մեծ հավաքածու, մոտ 1000 Ալեքսանդրապոլ Գյումրիին վերաբերող լուսանկարների հավաքածու, բոլորը օրիգինալ եւ շատ հազվագյուտ լուսանկարներ են։ Այ սա իմ մանկության հիշողություններից է, սա սովետական բան է, մենք էլ մենք նույնիսկ այս քիրամիդները, որոնք մենք կառուցել ենք, էլի հին են, նորից այդ փլատակների տակից մենք ընտրել ենք եւ կառուցել ենք այս ամբողջը։ Սա օրինակ Ղարս Ալեքսանդրապոլ Ղարս Ծարիղամիշ գնացքի տոմսերն է, էլի օրիգինալ։ Երևի այս լուսանկարը Ալեքսանդրապոլի մասին ամենահին լուսանկարն է, ինձ որ 1850-ական 60-ական թվականները ինքը երբ ամենափրկիչի կառուցումն է եւ որ նադիները լուսանկարվել են, Հայդի Սանոյանն է, որը էլի եղել է հայտնի անձնավորություն, հայտնի Կերդաստանին Ալեքսանդրապոլում եւ ասեմ նորից բոլորը օրիգինալ լուսանկարներ են։ Անի պեղումներից վերադարձած աշխարհահռչակ հայագետները։ Թորոս Թորոմանյանը, Նիկոլաս Մարը եւ սա խոսում է, երբ որ Գյումրեցի մեծահարուստ ընտանիքը մտավորականներին, գիտնականներին ընդունել է ճոխ հյուրասիրությունը իր տանը կազմակերպել եւ այդ տանը Յուզբաշովես տանը այդ լուսանկարը Թորոս Թորոմանյանն է արել լուսանկարը այդ։ Ինչ ափսոս է, չէ, որ հիմա այդպիսի մեծությունները գնալով պակասում են։ Այո, եւ էլ ոչ մեկի տանը այդպիսի հավաք տեղի չի ունենում։ Ինչին է սա։ Սա եւս եւ քույկը եւս ինքը 5 Գյումրի ամբողջ իր պատմությունների մեջ կամոդներից, չէ։ Այո, սա շատ հայտնի արհեստավորի եղել, մի փոքր ինքը մաքրել ենք եւ արհեստավորի դուստրը, որ ինձ այս նվիրեց, ասեց իր հոր, որ շատ հայտնի գլխարկ կարող էր Գյումրեցու կեպկա այդ, որ մինչև հիմա հայտնի է։ Սա 1800-ականների վերջերին պատրաստված հայտնի ճաշասեղաններն է գյումրեցիների, պատական որևէ դետալ չկա եւ ամբողջ 5 Գյումրի Ալեքսանդրապոլների մեջ ներառել։ Այս կամուրջը եւս մեր գյումրեցի արհեստավորներ խնդրում ամենաերկար կամուրջն է Գյումրիի։ Հիշություն է։ Այս հյուրասենյակն է մեր հովանավորների անունով, այս է 14 տարեկան տնագում ապրող երեխա է նկարել, Հոբը, հիմա ինքը շատ հայտնի է, Շիրակ կենտրոնում մի ծրագիր ունի, որ տաղանդները տնագներում է կոչվում, այդ ծրագրի շրջանակում ենք հայտնաբերել։ Հոբը հետաքրքիր ավետարանական անուն է, չէ՞, Հոբի չարչարանքներն ենք։ Մեր հյուրասենյակներից մեկն է, նորից 5 Գյումրի։ Եվ վերևում են տատերը։ Երեսունականների սկիզբ ագեբոդակը։ Կլաչ։ Դրա մեջ ավելի անհամեմատ թանկարժեք իրեր են պահպանվում։
Հիմա կան այդ իրերը։ Այո։ Բասեք։ Այս այդպես, ահա։ Այս յուրաքանչյուր դետալ կարող եք նստել, տեսեք, այս օրինակ 5 կումայրի արգելոց թանգարանի տարածքից, ասենք, Անտիգյանների տունն է, կան քարտեզներ, էլի օրիգինալ։ Ծիրանից ապարդա։ Այս շատ հետաքրքիր բան է, Հարսանյաց հանդեսի հրավիրատոմս է 11 թվական։ Հարսանքամոլներ ենք մենք։ Հարգելի բարեկամ, ներկա ամսու 18-ին երեկոյան ժամը 8-ին լինելու է մեր որդի Արմենակի պսակադրությունը։ Հրավիրող Եղիսաբեթ Թոքմաջյան։ Այս մեր հայտնի եւ ամենահայտնի Գյումրեցու առաջին գրքուգն է, երկերու վերքերը։ Ավետիք Իսահակյանի երկերն ու վերքերն են։ Նկարել եք իստորագրությունը։ Մակագրությունն է, այո։ Տպագրված Ալեքսանդրապոլում։ Սա էլի 1897 թվական արդեն։ Կես գիշերին գետի ափին ես նստած եմ, սիրավառը գետն հոսում է եւ հոսանքին ես նայում եմ միալար։ Կոմիտասի այս գրքույկն էլ է շատ հուզիչ։ 1904 թվականին, պատկերացնում եք, ցարական Ռուսաստան։ Եվ այսպես ամեն ճամրուկի մեջ Արորն ասաց տատրակավքուն ինչու գուլաս կուծկուծ արյուն։ Այս էլ շատ հայտնի փոքրիկ թաղամասի նկար է, Ալեքսանդրապոլ, եւ եթե չեմ սխալվում 1896 թվականի Ցարական Գյումրին ուրիշ գեղեցկություն է, չէ՞ ունեցել, մի ուրիշ հմայք։ Եվ արքայական հմայք։ Իսկ մենք այս հին նկարները արդեն երևի չենք էլ հիշում, թե որտեղ են, ինչ են անում։ Եվ հիմա ամեն ինչ վերածել է թվային կյանքի։ Այդ թվային կյանքը մի օր հոսանքների անջատվելով կանցնի կգնա, իսկ այս նկարները կմնան միշտ։ Սա արդեն Լեննականի շրջան, առաջի մեքենան, առաջի ֆուտբոլային թիմը։ Օրինակ այս փայդի, այս բրուսները, այս երկարությունը 15 մետր էին սրանց երկարությունը, որոնք 1000 թվականների վերջին Սարի Ղամիշից բերվել էին Ալեքսանդրապոլ։ Երբ մենք քաղաքի մյուս ծայրից փլված շենքից ուզում էինք սա տեղափոխել, չկարողացանք։ Ոտքեցեք 150 տարի հետո մենք հսկայական այս տեխնիկայով չկարողացանք, բայց մեր պապերը կարողացել էին Սարի Ղամիշից հասցնել Ալեքսանդրապոլ այս։ Սա ռուսական կազարմայի։ Այո, ցարական զինվորական այդ կազարմաների ծածկի փայտներ եղել եւ սրանք կաբներ։ Բնական է հայ արհեստավոր Գյումրեցի արհեստավորներն են աշխատել, սրանք բոլորը ձեռքով պատրաստած եւ շատ ամուր մետաղ է։ Հիմա նույնիսկ այդ տեխնիկայի տարում չեն կարողանում կտրել այս։ Ինքը հատուկ մշակում Բայց ցարական է, այդքան են կոփել։ Այո, կրակների մեջ ջրած ինքը։ Մենք ստիպած եղանք սա նույնիսկ ափսոս էր, բայց կտրել երկու մասի բաժանել, որ կարողանան քաղաքի մի ծայրից մյուս ծայրը տեղափոխել։ Գալ Գյումրի եւ չտեսնել այս ամենը չի կարելի։ Այս կոչվում է քյալա։ Քյալան իրականում ժամանակին եղել է աղքատների ուտեստ, ինչպես որ խաշը ոտքերից էր, այնպես էր քյալան, ինչպես տեսնում եք գլխից է, տավարի կամ ոչխարի։ Եվ ժամանակին, երբ որ մեծահարուստները կարողանում էին վերցնել լավագույն ու մսալի ու յուղոտ ճարպոտ կտորները, իհարկե գյումրեցիները միջին խավի կամ ավելի ցածր վատ պայմաններում ապրող գյումրեցիները կարողանում էին իրենց հնարամտությամբ գտնել տարբերակ սննդարար ուտելիք ունենալու։ Մարտուն Ռաշոյանը հրաշալի գյումրեցի լինելուց բացի նաև պրոֆեսիոնալ մսագործ է եւ մեզ կօգնի պատմել ու կտրտել այս քյալան։ Ուրեմն սկզբից մենք լիզուն կանենք։ Մի բան ասեմ, բայց հոտը լավն է։ Ինչով են ուտում քյալան։ Շոբրագան, հացով։ Չէ, ուրիշ, բացի հացից։ Ուրիշ ոչինչ։ Նուր, չգիտեմ, սոխ։ Սոխը կա, դու կանանչերեն ունենք։ Համով լեզու ունի։ Բայց սովորաբար կտրտած են, չէ՞ մատուցում մարտում։ Անպայման։ Հա։ Դուք որ մասն եք սիրում մարտում։ Լիզուն։ Լիզուն։ Հետա ես կերա։ Մենք որ լիզվանի ենք։ Լավն էր։
Գյումրեցիք նորմալ ասող խոսող մարդիկ են էլ մի։ Լեզվանի չեն, ուղղակի դա ինքին ասում են ամեն ինչ։ Մարտուն ջան, այդ ամեն ինչը կտրտվում դուրս է գալիս։ Անպայման։ Պատվարկակ ենք։ Կարող ենք Ինձ էլ լեզուն դուր եկավ, այդ լեզվանի պահը մի քիչ ինձ էլ էր էլի վերաբերում, մասնագիտական թերություն։ Գիտեք, այս կենտրոնը Գյումրվա պատմության տուն թանգարանի պես մի բան է։ Վան մեծ գործ եք անում առանց հատուկ գորգռոցների, առանց ինչ-որ մեկից ինչ-որ բան սպասելու։ Ցանկացած մարդով սիրում էր քաղաքը մի հետք պիտի թողնի։ Լավ առումով եմ ասում հետքը։ Հավանաբար, ինչ ասեմ, այս հետքն էլ մենք թողեցինք, այն ջերմությունը որ ծրել ենք ստեղ, մենք շատ ուրախանում ենք, երբ որ հյուրեր են գալիս, ինքը մենք որևէ բիզնես ծրագիր չենք հետապնդում։ Գյումրին տեղով մեկ բիզնես ծրագիր է, լավ առումով։ Եթե ճիշտ կառուցեն ու ճիշտ ճանապարհները, ուղիները ցույց տան մեզ, խոսքը ֆիզիկական ճանապարհի մասին չէ, ապա Գյումրին ամենալավ ու հետաքրքիր տուրիստական եւ բացահայտումների քաղաքներից մեկն է, որտեղ մենք երևանցիները յուրաքանչյուր այցով մի նոր բան ենք իմանում, բայլուր մնաց օտարը, որը գա։ 4-5 տարի մենք եկեղեցիներ ունենք։ Հայաստանում ամենաշատ եկեղեցիները Շիրակի մարզն է։ Որ մտածես կը կաշես ինչքան հետարքիր է շինությունը, թե ժողովուրդը այդ վախտերը ինչ կեն սարքել շինությունը։ Դեռնականից այնքան լավ ավանդույթներ կա, եթե մենք տուրիզմը զարգացնենք, ես շատ լավ ավանդույթներ գիտեմ, որոնք կնան փոխանցեն մարդիկ իրար փոխանցեն։ Այդ լավ ավանդույթները։ Մյուս անգամ դուք կհյուրանալեք արեստավորին դանիքում։ Մենք ավելի որոշել ենք արդեն։ Այ հենց հիմա դա որոշվեց, բայց համով բանկ սարքեք ինձ համար։ անպայման։ Ինչ։ Պոչովաբուր։ Okay։ Որ հոդը շենքի դուրը մինչև կա։ Լավ։ Իսկ էլ Դե կինը շատ դե լավ շատ համեղ է։ ու աչքերի մեջ փոքրիկ չարեջի սատանաներ են, շատ համեղ է պատրաստում։ Ոնց հասկացա, դուք շատ սիրում եք ոչ միայն համով ուտել, սիրում եք ձեր կնոջ, այլև սիրում եք հյուր ընկալել։ Սիրում եմ մազգս, սիրում եմ համախմբել։ Ուզում եմ որ բոլոր իրար ջերմ խոսքեր ասեն, մեկը մեկին կրակ տա, ջերմ կրակ ու վերցնի այդ կրակը։ Այդ կրակը հա տալիս ենք վարպետ հողը, բայց մի օր կմարի։ Երկար պտտվեցինք շալեում։ Կարծես թե այս հանդիպումից հետո նոր Գյումրի տեսանք, մանրադիտակով։ Հետո հենց այստեղ էլ համտեսեցինք աննման 7 համ ունեցող Քյալլան, իհարկե ուրախ տրամադրությամբ, առանց հոգնության որևէ նշույլի։ Գյումրեցիների ուժը նաև այսպես, միասին հավաքվելու մեջ է։ Ու հավատացեք, կապ չունի խնդիրների շուրջ են հավաքվում, թե սեղանի։ Որևէ դժվարության, թե ուրախ առիթի համար են այսօր միասին։ Կարևորը միասին են, եւ հենց սա է նրանց ուժի, նաև համի գաղտնիքը։ Չնայած իր վերքերին, Գյումրին շատ երգեր ունի իր մեջ պահած, մանավանդ զուլալ ու մաքուր ջուրը, եւ հենց այդ ջրի հետքերով էլ մենք այսօր եկել ենք այստեղ։ Մուշուրբան այն պղնձե ամանն է, որի մեջ ջուրը մնում է սառը եւ համեղ։ Մուշուրբան դարձել է Գյումրիի խորհրդանիշներից մեկը, նրա հետքերով էլ եկել ենք այստեղ։ Մուշուրբա եւ Մուշուրբայի մեծ վարպետ, Կլկլանի մեծ վարպետ Ձյաձ Էդիկն է, Ժամակոչյան Ձյաձ Էդիկը։ Բարի օր Ձյաձ Էդիկ։ Արև ձեզ։ Էս ինչ լավ գործի վրա եմ բռնել ձեզ։ Հա, որ Կլկլանի մասին շատ ենք լսում ու շատ ենք խոսում եւ չկա մարդ, ով գա Գյումրի եւ այս խորհրդանիշներից մեկի մասին պատմություններ չլսի։ 70-ականներից պատրաստում եք, չէ՞։ այո։ Որ կոնկրետ։ Իսկ հայրիկս ավելի շուտ։ Հայրիկս մոտավորապես 50-ական թվերին։ Ինքը թոշակի անցավ։ Այդ ժամանակվանից ինքը արդեն պատրաստում էր։ Նվերներ, հետո սկսեց արդեն փողով։ Ձեզեցիկ ասում են, որ մուշուրբա նորմալ մի կլկլան պատրաստելու համար գոնե մի 8 ժամ պետք է։ Այո, որտեղից գիտես դու դա։ Սուրճի բաժակն եմ նայել իմացել։ Դե ուսումնասիրել են, գիտենք, բայց դե շատ դժվար է։ Նախ սկսենք սկզբից։ Այս ամենասկիզբն է պատրաստման։ Չէ։ Նետ։ Ոչ։ Բա որն է սկիզբը։ Այ սկիզբը սա է։
Այս ոնց որ կնոջ շրջազգեստ լինի։ Կնոջ յուբկա։ Հա։ Առաջին քայլը սա է, հետո։ Սա բդի Կարա կպցնենք։ Այո, արձատի պրիպոյը։ Միջից նայեն ազանիչ։ Հա։ Ինչու են արձատով կպցնում, որ չբացվի։ Չէ, արձատի պրիպոյը, արձատի ավելի շուտ է հալում, քան էս։ Մետաղը։ Հա։ Էս ինչ մետաղ է։ Լատուն։ Լատուն։ Այսինքն արձատը լատունի հետ միանգամից կարվում է դրա համար, որտեղ ավելի շուտ է հալվում, քան լատունը։ Պրիպոյը ավելի շուտ է հալվում, քան լատուն։ Մինչև 800 աստիճան ջերմություն է պահանջում էսի, որովհետեւ այ սվարկա ասեն, քախ ռուսերեն, որ էս կպցվի։ Կպցվի։ Իսկ դրանից հետո արդեն սկսում եք ձեռքով մշակում։ Հա, թե մուրճիկով։ Չէ, ձեռքով, մուրճով։ Մուրճ, համբերատարություն, աշխատի։ Մուշուրբան ձեր հայրիկից է ժառանգաբար անցել ձեզ։ Պապիկից հետո, հայրիկից հետո։ Այսինքն ճիշտ են ասում, որ այս արհեստը միայն ժառանգությամբ է փոխանցվում։ Անկապոտար մեկը չի հասկանա։ Նախնիներս հորական կողմից էր զրումից կախտազներ են եղել։ Այն առաջի կոտորածին։ Ծածիկ, ձեր տանը ձեզնից հետո ով է շարունակում։ Ոստիս շատ մեծ ես ի վիճակի չեմ ես նա ծանրաբեռնվածությանը։ Ինքը սրան կանում է։ Հա, դուք տանը արդեն սիրուն մշակում եք։ Թեթև գործերը ես եմ անում։ Հիմա պատմեք ինձ, ոնց ենք այս ստանում վերջնական տեսքը։ Սա նախ ինչ ենք անում, տաքացնում ենք հետո մուրճիկով։ Շատ պետք է տաքացնես։ Ոյ, ինչ ծոներ։ Կոշչունի սդորետ։ Էս ինչ է։ Հետ, вообще Էս տնոն ուղում եմ։ Սրա վրա, հա։ Էս էլ ձեր աշխատանքային քոթուկն է։ Այո։ Իսկ սա ինչ է, սրա վրա հագցնում եք։ Սրա վրա, այդ։ Այս։ Էս։ Չէ։ Եվ որ ֆորմանուզը։ Հիմի պատկերած 8 ժամ։ Էսի պետք է կողվի, չէ։ Բա ձեր տնեցիները կռիվ չեն անում այդ դրկոցի վրա։ Իմ 3 երեխես է այստեղ շեղտից է տագ են մեծացել։ Հիմա է թորնիկներս։ Ու չեն գալիս օգնում ձեզ տվեք ինձ դրա։ Որը, այն մեծը առաջ 8 տարեկան է։ Մեծը առաջ գալիս խարավ էր անում, չէր օգնում։ Ձեզիկ, այս ներսի սպիտակը արդեն ինչպես ենք ստանում։ Մեր գյումրվա բարբարով կլայգած է։ Սննդաշնորհաբերության մեջ հատկապես հրուշագեղենի գործարանում այդ ամանները, որի մեջը պատրաստում են ֆրակը մեջը տրաժակելնես են, պաղնձից է ու էսպանով անագապատ։ Որպեսզի ռեակցիայի մեջ չմտնի մյուս թթվային նյութերի հետ։ Անվնաս է։ Այո։ Էկոլոգիապես հլսա ինչ կսեմ։ Էկոլոգիապես։ Ապրիս մակուր է։ Ձեզ այդ ճիշտ են ասում, որ կլկլանի մեջ ջուրը սառն է մնում։ Հա, երկար ժամանակ։ Ինչն է այդ գաղտնիքը։ Չեմ կարող ասել, երևի մետաղից է, մեկը ինչ-որ տերմոս է եղել։ Հա, այսինքն եթե սառը դնում ենք, սառը մնում է, փակոտ մի քիչ։ Հա, ինչ-որ տերմոսը ճիշտ է։ Սա իր պոչիկն էր ուրեմն։ Այո։ Աման, կիսատ վիճակում դեռ, կանթը։ Մի հարց։ Ինչ արժի այս մի 15,000 դրամ։ Այդքան գործ եք անում, որ ընդամենը տա։ Հասկացա։ Իսկ ձեզ Ես պատկերացումով եմ մոտենում։ Իսկ լինում է, որ կան առանձին պատվիրեն ձեզ։ Առանձին ինչ։ Այսինքն անվանական կլկլան պատվիրեն։ Հա, չէ, եղել է։ Մի բան էլի հարցնեմ, այս ներսում երկու անցք կա։ Այո։ Ջուրը դրա միջով չի անցնում ներս։ Օդը չի թողնում։ Որտեվ երկու կողմից է արած։ Բա ինչի համար են այդ։ Երեք իմ հայրիկս է։ Ինքը իրան մտածելով իմ հայրիկս է ասում։ Հիմա ես կխնդրեմ, որ ինձ մուշուրբայով մի բաժակ ջուր տա։ Եթե հաց կերած ես, կերած եմ։ Ուրեմն տա։ Լավ կերած եմ։ Ճոճ անոջան ինձ էս մուշուրբայով մի հատ լավ։ Մենակ աշե վերան չկապացնես։ Ձեզիկ, որ ասում են գյումրեցիք հումորով են, այդ ճիշտ է։ Հա, երևի։ Բա երևին ինչի ավելացրեց։ Երևի թե։ Աման, այս ծակիկներից է կլկլում, ես հասկացա։ Մագո։ Մենք 50 զարգենք չմտածես։ Ու կլկլում է մեջը։ Ձեզիկ, ձեր կարծիքով կլկլանների պատմությունը շարունակական կլինի Գյումրիում։
Վարպետները կշարունակեն, չէ՞, պատրաստել։ Գիտես որն է, որ այս հոմպը չի ճարվում։ Շատ դժվար է։ Դե թանկն է տաղը։ Թանկը իր հեշտին, բայց չկա։ Ահա Ռուսաստան կա, բայց Ռուսաստանից չխփերում ես չուդեմ։ Ասում ենք Գյումրին շատ ցավեր ու վերքեր ունի, բայց Գյումրին նաև չլսված երգեր ունի, շատ։ Երգ կա ինչ-որ, որ ձեր մտքում ա լինում, երբ որ դուք սարքում եք։ Չէ, բայց սիրում եմ ժողովրդական երգերը, նայածով է երգում։ Իմ տղը սկսե Հովանես Պատալյան կուզես լսել, կսեմ տղա ջան, կանի, հետիք լսե, պերձել եմ, հոֆել է համբարձում, հեմի ջահելները կան, լավ, ռաբից չեմ սիրում։ Ապրեք։ Ռաբի կա որ տուրեկան է, հարսանիք է, քեֆ է ուրախություն, բայց այն կլկլոցները տանել չեմ կարող։ Վարպետ Էդիկ Ժամակոչյանը մեզ համար բացահայտեց իսկական գաղտնիքները։ Իսկ ամենակարևոր բանը երևի դրական ու բարի խոսքերն են, որոնք մենք դնում ենք ջրի մեջ խմելուց առաջ ու կլկլացնելու խմել։ Մենք հայերս տեսակով երկարակյաց ենք եւ հավանաբար իր կարևոր ազդեցությունն ունի նաեւ ավակներից երիտասարդներին փոխանցվող օրհնանքը։ Ջրի նման երկար կյանք ունենաս։ Եվ այս ջրի նման երկար կյանքի նկատմամբ սերը փաստորեն մենք ցույց ենք տալիս նաեւ գեղեցիկ ջրամաններով։ Դրանք ասես մեծերից եկող օրհնանքի մարմնավորումը լինեն ու եկել են մեզ հիշեցնելու, թե որքան ենք գնահատում կյանքը, որքան ենք այն փորձում ջրի պես զուլալ ու մաքուր ապրել։